ցերը որոնք պետքություն ունին եւ գխնդրեն Հիսուսի ալ խնդրեցին մանավանդ այդ գեշեք այդ գույրը բարձր ցայնով խնդրեց աղագեց սավ դեր Դավիթի որդի ողորմե ինձի այսպիսի եղած աղոթները երբ որ հավատքով մենք կփարսացենք Հիսուս անցավ ինքը կբժշկե այսօր մեջ հավատք ունենանք որտեղ տեսանք շատ բժշկություններ տեսանք եւ վայելեցինք իսկ այսօր մեր նյութը պիտի ըլլա քիչմը ծանր նյութն է բայց կուզեմ որ ձեր մտքերը պատրաստեմ հապշտակություն որ այսօր մեդիայի վրա բոլոր քարոզիչներ գխոսին այսօր մասին այսօր բոլոր աշխարհը գհեդավնթե եւ գսկա որ մենք ուր ենք վերջին վարգյաններու մեջ ենք սիրելիներ վերջին վարգյաններու մեջ ենք հիմա այս վարգյանները դարիներ կդևեն ամիսներ կդևեն մենք չենք գիտեր բայց մենք բամը գիտենք որ վերջին օրերուն մեջն ենք ինչս է հապշտակությունը այն է որ բռնի ուժով բամը բռնել եւ խլել է վերցնել է շուտով արագ կերպով ոչ թե իր գամքին համեմատ դու քու գամքի տամը բամը գվերցնես ամբողջովին քու ուժովդ քու կարողությամբ արաբերեն գսեն ըխտիտաֆ անգլերեն գսեն կարապ կամ rapture որ այսօր եկեղեցին այսօր կպատրաստվի Քրիստոսի եկեղեցին հապշտակության կպատրաստվի որտեղ իր երջանիկ հույսն է Բողոս Արաքյալ գսե մեգս մեկ մխիթարեցեք այս խոսքերով որտեղ Քրիստոսը պիտի կա մենք չենք սպասել ուրիշներ մենք չենք սպասել ուրիշ անձնավորություն այլ միայն մեր բրգիչը Տեր Հիսուս Քրիստոսն է որ մենք կսպասենք եւ անոր քալուն արթուն եւ սկաստ ըլլալով ուրիշ տեմը գսե սպասենք այն երջանիկ հույսին ու մեր մեծ Աստծուն ու բրգչին Հիսուս Քրիստոսի փառքին հայտնվելուն սպասենք ուրեմն ասի մեր երջանիկ հույսն է ուրիշ դեմը չկա որ մեզի համար գեհդակրկրե ուրիշ վայրը չկա մեզի համար սիրելի է հետաքրքրական է եթե ոչ Հիսուսի կով որ հավիտենականություն է գուզեմ Աստծո խոսքեն արագ մգարտալ որ գտնվի առաջին Թեսաղոնիկեցիս 4 Մեգեն 3 այսպես կսե հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Քանզի եթե գհավատանք թե Հիսուս մեռավ ու հարություն արավ նույնպես էլ Աստված ննչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ Վասը ասիկա գսեմ ցեզի դերոջը խոսքովը եթե մենք մինչև դերոջը կալուստը ողջ մնանք բնավ ննչեցյալներն առաջ պիտի չանցնենք Վասնզի դերը ինք աստարարության հրամանով հրեշտակաբեդին ցայնով ու Աստծո փողով նայեցեք քանի հանգրվաններ կան Աստծո հրամանով դերոջը աստարարության հրամանով որ Աստված իր հրամանը պիտի արձակե որ մոտ է հրեշտակաբեդին ցայնով հրեշտակաբեդը մյուս հրեշտակներն որոնք ակտի մեջ պիտի ըլլան եւ Աստծո փողը պիտի հնչվի Երկինքեն պիտի իջնե եւ Քրիստոսով մեռածները առաջ հարություն պիտի անը հարությունը նախ պիտի ըլլա ագնթարթի մեջ այսինքն վարգյաններու մեջ յետքը մենք ալ որ ողջ մնացած ենք անոնց հետ պիտի հապշտակվինք ամբերով դերոջը արչև ելնելու օթին մեջ եւ այնպես հավիտյան դերոջը հետ պիտի լա մենք ելանք ալ վարիշնել չկա դերոջը հետ պիտի լանք Այսին դեղափոխություն չկա հոս ասել գուզե Հավիտյան Հիսուսի հետ պիտի լանք դերոջը հետ պիտի լանք այս է մեր ուրախությունը այս է մեր երջանիկ հույսը Արդյոք Աստծո խոսքին մեջ կան օրինակներ այսօր մասին այս թեփքեր բադահած են հապշտակություն եղած են Հիմա երկու բան կհիշե մեկը առաջ հարություն յետքը հապշտակություն հարություն եղած է Հիսուսի մահանալեն վերջ հարություն առնելեն վերջ գսե Երուսաղեմի մեջ քարերը բադրդեցան ցայներ լսվեցան եւ մեջի եղած մերելները ագնթարթի մեջ հարություն արին
Ասի եղած է եւ գսե Սուրբ քաղաքը մտան, այսինքն Երուսաղեմ եւ երևցան ժողովրդին։ Ասի եղած է։ Երկու տեսակ հափշտակություն կա։ Մեկը հոգևոր հափշտակություն, որ Սուրբ Հոգին միջոցով գլա, մեկը մարմնով ամբողջովին հափշտակություն գլա։ Հիմա պիտի խոսեմ այս երկուքին մասին։ Մարմնով հափշտակված է Ենովկը, Եղիան, որ հրեղեն ցիերով, ինչպես որ եւ առավել ով ուրիշ հափշտակվեցավ, համբարձավ մեր Տերը Հիսուս։ Հիմա համբարձումը եւ հափշտակությունը նույնն է գրեթե։ Բայց երկինք առնվեցավ, համբարձումը երկինք առնվել է։ Հափշտակությունը նույնն է։ Երկինք ելավ մեմնալ ճիճավ Հիսուս։ Այսպես պիտի լա մեր ելլելը։ Այո, իջավ այցելության հոգիով։ Հիմա ասուր համար վկայողներ կան Աստծո խոսքին մեջ։ Ինչ վկայություններ կա, անոնց մասին պիտի ասենք։ Մեկը կվկայե Պողոս Արաքյալ, որ մասնակից է ասուր համար։ Պողոս Արաքյալը փորձառու է, հափշտակված է։ Այլևս ինքը չի ասեր, չի հիշեր, որ մարմինով հափշտակվեցավ, հոգիով հափշտակվեցավ, որովհետև ինչպես որ եղբայրը քիչ առաջ հիշեց, հբարդությունը մեծ ցավ է, մեծ մեղք է, ասած գադե այդ հբարդությունը, որովհետև չի հբարդանա, Պողոս Արաքյալ նայեցեք իր ունեցած այդ հայտնություններուն թեմ ուրիշ մեկը գտնե, գսե մարդ մը գջանչնայի, նայեցեք ինչ գսե, Բարձենալը իրավցնե անօգուտ է, միայն թե դերոջը դեսիկներուն ու հայտնություններուն հասնին։ Մարդ մը գջանչնայի Քրիստոսով, որ 14 տարի առաջ մարմինով էր, չեմ գիտեր, կամ առանց մարմնի չեմ գիտեր։ Նայեցեք չսեր, որ ադիգա ես էի, հիմա մեծ մը շատ մը մեկնաբաններ գսեն, որ այո ինքն է, բայց իր խոնարհության համար, որտեղ որչափ խոնարեցավ Աստված իրեն բարձրացուց։ Գսե հափշտակվեցավ մինչև երրորդ երկինք։ Չսեր որ այդ անձը մարմինով կամ թե բայց հոս հայտնի է որ փորձառու է Պողոս Արաքյալ եւ բացահայտ կերպով կվկայե, ուրիշ մեկը չի վկայեր։ Նորեն ուրիշ բան գսե ու գջանչնայի ուրիշ մարդը։ Մարմինով թե առանց մարմնի չեն գիտեր։ Ինքնա գերեւի չի գիտեր թե ինչ ցևով հափշտակվեցավ կամ գիտեր չի ասեր։ Բայց բանը եղած է, հափշտակությունը եղած է, որ դրախտ հափշտակվեցավ։ Սիրենը ասուք սուտ չեն, ասուք ճշմարտություն են, իրականություն են, որ այսօր որչափ մարդոց կխոսինք, մեկ մասը կհավատան, մեկ մասը չեն հավատան, որ կհավատա գաբաշխարե Հիսուսի կուկա, որտեղ իրենց արջև գտպերենք, գտնենք վերջին դեսիլքը, որ պիտի բադահի ասաշխարի վրա, եկեղեցին համար։ Ասի ով կվկայե Պողոս Արաքյալ։ Իսկ Հովհաննես Արաքյալը վկայություն ունի։ Հովհաննես Արաքյալ ինչ կվկայե։ Հովհաննես Արաքյալ հոգիով հափշտակվեցավ։ Ոչ թե մարմնով, ինքը Պատմոս կղզին մեջ ցերպակալված էր։ Իր դարվա դարիքի վերջին դարիներուն։ Քրիստոնյաներու թեմ հալածանք կար, ցերպակալություն կար, իրեն դակ ցետի մեջ թրին, չի վնասվեցավ, այլես ուրիշ բամը չրին, որտև հագարակ ըստ իրենց հագարակ խոսեցավ, հռոմեական գայսրության բռնեցին եւ ցերպակալեցին։ Այսպես կսե, նայեցեք, այս բաներեն ետքը դեսա թե երկինքի մեջ բացված թուր մգար, հիմա հոս ինքը երկինքն է, երկրի վրա չէ, առաջին ցայնը որ լսեցի, փողի նման էր, ինքնալ այդ փողի ցայնը լսած է, որ ինձի հետ կխոսեր ու գսեր հոս ելիր։ Ու ասկե հետ կլալու բաներ քեզի ցուցունեմ եւ նայեցեք, եւ շուտ մը հոգին ին վրաս եկավ, դեսա թե աթորմը թրված էր երկինքի մեջ, ուրեմն հոգիով հափշտակված էր։ Թե մարմնի հափշտակություն կա, թե հոգիի հափշտակություն կա, որ այսօր շատ է։ Այսօր վերջին օրերու մեջ ենք, այսօր շատ անձեր ճիշտ Աստծո խոստումը կգադարվի։ Հովելիա մարգարեին ասածին պես, որ իմ հոգիս վերջին օրերու մեջ ծեր վրա պիտի տապեմ, ծեր ձերերը
երազներ պիտի տեսնեն, մանուկները պիտի մարգարեանան, դեսիլներ պիտի տեսնեն, ասի մենք այսօր գաբրինք կոր, մենք երբ որ մեդիային գնայինք, մարդիկ իրենց կովեն չեն պերեր ասոնք, սիրայիններ, Սուրբ հոգիով գրնաս ըսկալ, նախ պիտի համեմատես ըսածը Սուրբ գրքին համեմատ, եթե շիդագ է գսկաս, որ հոգիով գվգայ է, շադեր ես մդի գրած եմ հոգիով, լալով, արդյունքով, ինչ պետք է գա մեկում ասի, ինչի համար, ասիզո արջև է ասի, բայց հստակ է, որ մենք վերջին օրերու մեջ ենք և ասիզո հոգին մեր մեջ կգործե և ասոր համար շադեր, որ ոչրակորձ էին, գպրգվին, շադեր թժող կերտան, շադեր երգին կերտան աստծմե ալարմ գարնեն և գուկան և ժողվուրդին գվգայեն, որ սիրեներ Հիսուսի կալուստը մոդ է, ասիկա է վեր հապշտագության վերջին հրավերը, ինչ պաստեր ունենք, որ մենք հապշտագությունը մոդ է, ինչ պաստեր գան, որ հանգարց Հիսուսի կալուստը շատ մոդ է, մենք շոշապելի պաստեր չունենք, բայց Աստծո խոսքը ունենք, որ Աստծո խոսքը մեզի մարգարեությամբ կխոսի, դեմը գսե այս խոսքերը սերդեցեք գսե Հովհաննես Առաքյալ հայտնության մեջ, որը մարգարեության նյութն է, որ մեզի գհետաքրքրե, և այսօր շատ մի ժողովուրդներու գհետաքրքրե մարգարեությունը, մարգարեությունը այն խոսքն է, որ կալիքին մեջ եղած թեպքը գանխաբես, նախաբես, բացահայտ կերպով գվգայե և ճշմարտությունը գհայտնե, և ժամանակը գուկա այդ թեպքը գբադահի, ինչ թեպքեր բադահեցան, մի քանի նյութեր պիտի հիշեմ, նախ գիտությունը, որ գշատնա, Պողոս Դանիել, ուրեմն, ասոր մասին գսե, 13-րդ գլխուն 4-րդին մեջ գսե, տուն ով Դանիել գսե, Աստված Դանիելի գսե, այս խոսքերը կոծե ու գիրքը գնկե մինչև վերջին ժամանակը։ Շատեր ուշադրությամբ պիտի գարտան ու գիտությունը պիտի շատնա։ Ուրեմն վերջին օրերու նշանները մեկը այն պիտի լա, որ գիտությունը պիտի շատնա բացառիկ կերպով։ Հիմա մենք չենք տեսներ այս մեկը, որ գիտությունը ուր հասած է։ 2000 թվականին մինչև այստին 25 տարի է իվեր նայեցեք օրստորե արագ կերպով գիտությունը մեջտեղ գուկա։ Մենք արդյոք բզդիկ օրինակ մտանք, Viber-ով գրնայինք տեսնել առաջ, մեգումը, որ Հայաստանի մեջ է ասենք թե, Սուրիո մեջ է, կամ թե ուրիշ տեղը, գրնայինք տեսնել այսպես, ես կհիշեմ, որ Telegram գնեինք, Telegram գկրեինք, ես Քուեթեի մորս Telegram գկրեի, ինչպես ես ասինչ օրը բիտկամ, 2000 թվականին քիչ մը առաջ, 98-ին, 9-ին, հիմա անանք պամը չեք, հիմա ագանտարտի մեջ, արդեն գդեսնես և գխոսիս, արակ կերով, at Telegramը գուշանար, բայց մինչև որ դանեին, լուր դային և այլն, այո հերացային գա ճիշտ է, բայց թեմ արդեն ասի բզդիկ օրինակ մն է, բայց այսօր մենք շատ մպաները դեղակ չենք, ինչ որ գլա, կոց վարակույրներու մեջ այնպիսի գիտություններ գա, եթե Աստված չի զսպե, շատ բաներ պիտի ըլլան, Աստված under God's control որ գսեն, Աստված իր կնտրոլին դակ արած է, որտեղ չար աշխարհեն շատ գիտություններ մեջտեղ կան, որ գրնան գադարել, բայց Աստված ամեն բան կնտրոլի դակ արած է, գիտությունը բիտ շատնա, ասիկ Աստծո խոսքն է, երկրորդ բնության աղետները, հիմա բնության աղետները ավելի շատ են, երկրաշարժներ, նայեցեք գլիման իրար խառնված է այլևս, մեկ օր ծմեր, մյուս օր դակ, մեկ գտեսնես որոդում, մեկ գտեսնես ֆլատ, մեկ գտեսնես, չես ագնգալեր, և արգացները շատ են, արգացներ շատ են, բադերազմներ, հիմա ալավելի բադերազմներ կան,
Հիմա ավին չես գիտեր հիմա քալդարի ով բادرազմի մեջ պիտի լա։ Մեկ անգամ դերությունը գելել է մյուս դերության հետ եւ մի անգաղոթենք որ Աստված բահե մեր երգիրը, որովհետեւ նահանգները իրար չանցնին։ Այնպիսի թրության մեջ ենք որ սատանայի չարի կոնտրոլի դակ սկսավ ըլլալ այլևս, որովհետեւ այս աշխարհի իշխանն է Հիսուս ալ վկայեց անոր համար։ Այս աշխարհի իշխանն է չարը։ 4 Աստծո խոսքը պիտի դարածվի աշխարհի բոլոր կողմերը։ Աստծո խոսքը ամեն տեղ պիտի դարածվի։ Եվ գսե իմ խոսքս պիտի հասնի աշխարհի բոլոր կողմերը եւ անգից վերջը անգեց յետ վերջը պիտի կա, այսինքն վերջավորությունն է։ Հիմա Աստծո խոսքը միտե չէ հասած ամենտեղ, ըլլա ինտերնետի միջոցով, ըլլա կարոզիչներու միջոցով։ Այսօր կարոզիչներ ամենախորում տեղեր գերտան, որպեսզի ասկերու Քրիստոսը կարոզեն։ Հիմա այդ ադենն է։ Եվ հիմա Աստծո խոսքը ամենտեղ այլևս հասած է։ Հիմա առաջվա պես չէ։ Ճամփորդելու համար ամիսներ չկան։ Հիմա Աստծո խոսքը ճամփորդելու համար երկվարգյաններ դա ուզած տեղը կհասնի ինտերնետի միջոցով։ Ամեն մարդ այսինքն պիտի լսե Աստծո խոսքը, որովհետեւ չի դատավարտվի։ Աստված պիտի արդարանա, պետք է որ Աստված արդարանա, գստեմը գսե մարմինը պիտի չի արդարանա Աստծո առջև։ Ինչու որ չսեն թե ես չլսեցի Աստծո խոսքը։ Հիմա լսելու ադենն է։ Աստծո խոսքը լսելու ժամանակն է հիմա եւ գրնալ լսել այլևս։ Աստծո խոսքը ամեն լեզուներու թարգմանված եւ հասած է հիմա։ Ասի վերջին ժամերն են։ Այսօր համար է որ հիմա արտնություններ գլան։ Հիմա մենք վերջին օրերուն մեջն ենք, վերջին արտնություններն են որ գբադահին երկրի վրա մենք կտեսնենք ասկեր, որոնք քրիստոնյա չէին, քրիստոնյա գլան, միլիոնավոր իսլամներ այսօր քրիստոնյա գլան, հնդիկներ իսլամ գլան, քրիստոնյա գլան, զանազան գրոնքի պատկանողներ քրիստոնյա գլան, Քրիստոսի գուքան, որտեղ վերջին օրերն ենք այլևս, Աստծո խոսքը հասած է, Աստծո խոսքը բաց է այլևս, վերջին արտնություններն է, որ ասիկա վերջին անցրևի գաթիլներն է, որ ժողովրդին վրա գուկա, այլևս Աստված ուրիշ բամը չի գնարսել։ Եվ մեծամասնությունը դեսիլներն է այսօր, որոնք կվգայեն Քրիստոսի ճշմարիտ ըլլալը, դրախտի, դժողքի, իրավացի ըլլալը։ Ուրեմն այս նշանները թույլ կտան, որ մենք ավելի վստահ ըլլանք, ավելի հստականա մեր սրտին մեջ, որ որչափ մոտեցավ Հիսուսի կալուստը։ Արդեն չարին կեդինը պատրաստված է, հագա Քրիստոսի կեդինը պատրաստված է։ Այսօր մենք 20 տարի ով գրնար ասել, որ 666-ը ինչ է, հիմա ամեն մարդ գիտե։ Այսօր մենք 20 տարի առաջ եթե ասեիր վրատ կխնդային, ասի գերևի խրֆերը գսեին, բայց հիմա այլևս քրված է, նոր օրենքներուն մեջ քրված է 666-ը ինչ է։ Նայեցեք որչափ մոտեցած է ները, անտիքրիստոսը։ Երորդ, ովքեր հոս պիտի մնան։ Դժվար է, չէ՞։ Դխուր բան է, ովքեր հոս պիտի մնան, երբ որ ագնթարթի մեջ փողի ցայնը հնչվի։ Փողի ցայնը, որ ինչպես որ քիչ առաջ կարտացինք, վասնզի դերը ինք աստարարության հրամանով դերը բիթ հայդարարե հայրը հրեշտակավետին ցայնով, հրեշտակավետը ցայն պիտի դա, ու Աստծո փողովը երկինքեն պիտի իջնե, Քրիստոսով մեռածները առաջարություն պիտի առնին։ Ուրեմն այս դեպքերը որ պիտի ըլլան, հնչվեցավ փողը, Քրիստոս իջավ երկինքի մեջ, վարբի ճիշտ է երկինքի մեջ,
ովքեր հոս պիտի մնան։ Գարչ կուզեմ անցնել, որ անոնք, որոնք Հիսուսը չեն ընդունած։ Անոնք, որոնք Հիսուսը չեն ընդունած որպես իրենց դերը, որպես իրենց փրկիչը, ադոնք արդեն հոսեն։ Գխոսի շատերուն who cares գսե։ Եվ իր կիցածին մեզ կաբրի։ Մեկը բուդդայիստ էր, մերկովը, խոսեցա իրեն աղոթեցի, հեչ հոգը չէ, ինչ գուզեր թողլա, որու խոսեր ձեզ։ Հիմա այսպիսին Աստված գարտարանա, որ իր զավգին միջոցով խոսեցավ իրեն։ Այսպիսին էր հոսքը մնան։ Անոնք, որոնք իրենց համար հարդ չէ, անոնք, որոնք Հիսուս Քրիստոսի կալուստը, զոհվիլը, մեզի համար, իր անձը զոհելը հարց մը չէ, ուրեմն Հովաննու առաջին գլխուն մեջ անոնք, որոնք մերժեցին գսե, անոնք արդեն դադարված են։ Բայց անոնք, որոնք ընդունեցին ինչ եղավ անոնց դրվեցավ իշխանությունը, որպես Աստծո որդիները գոչվին։ Անոնք, որոնք չընդունեցին, անոնք հոս պիտի մնան։ Անոնք, որոնք իրենց փրկությունը ուշացուցին, երկրորդ, անոնք հոս պիտի մնան։ Այսօր շատերուն գխոսիս, փրկություն ունեցիր։ Նաև վերջավորությունը այս է, Աստծո խոսքը գսե։ Հիսուս քեզի համար աշխարհ եկավ։ Դու Հիսուսի հանձնվիր, քուզ սխալներդ Սուրբ Օգուտին միջոցով գշտկրդվի, գրնաս ճշտվի, դու չես կնար մեղքերու դագեն դուրս գալ։ Այո, պիտի փրկություն ունենամ, այո, ես եկեղեցի պիտի երթամ, գխոսիս, գաղութես, բայց հանգարց եթե բադայի ինչ պիտի լասոր վիճակը, հոս պիտի մնա։ Ինչու, որտև այդ քայլը չարավ։ Անորոշ այսօր որ չափ մենք խնդրանքներ գուղենք անոնց, որոնք Տեր Հիսուսը չեն ընդունած։ Հիմա վերջին չանսը, չես գիտեր երբե, որտև վերջին օրերու մեջն ենք, ժամերու մեջն ենք։ Անոնք, որոնք մեղքի մեջ են, անոնք հոս պիտի մնան։ Ըլլա հավատացյալ, ըլլա ոչ հավատացյալներ, որտև շատ ոչ հավատացյալներ մեղքեն չեն գրնար ցերփազատվիլ։ Addiction որ գսեն, ըլլա թմրամոլ է, ըլլա ուրիշ բաներ են, շատ են, ադոնք հոս պիտի մնան։ Աստծո աբիտ չի ժառանգեն Աստծո թակավորությունը, նայեցեք Աստծո խոսքը ինչ գսե։ Ուրեմն գսե չեք գիտեր թե անիրավները Աստծո արքայությունը պիտի չժառանգեն, անիրավ, անոնք որոնք անիրավ են։ Մի խաբվիկ, ոչ բորնիկները, ոչ գրաբաշտները, անոնք որոնք գուրկ կբաշտեն, իբր թե Աստծո կբաշտեն, բայց ինչ արցանի անի մեկը չգիտեր։ Ոչ գրաբաշտները, ոչ շնացողները, ոչ իքացյալները, ոչ արվակետները միասերականության մասին գխոսիոս։ Անոնք հոս են, ոչ ապ խոսիս, ոչ ապ Աստված իրենց կսիրե, բայց Աստծո օրենքը գա։ Աստված իր օրենքը տրած է։ Գսե ոչ քողերը, ոչ ակահները, ոչ կինովները, ոչ նախադողները, ոչ հապշտագողները, կողծողները Աստծո թակավորությունը պիտի չժառանգեն։ Արագ գերոն օրենք ուզեմ գարտալ։ Մի խաբվիկ, ոչ բորնիկները, ոչ գրաբաշտները, ոչ շնացողները, ոչ իքացյալները, ոչ արվակետները, ոչ քողերը, ոչ ակահները, ոչ կինովները, ոչ նախադողները ու ոչ հապշտագողները, քող, այսինքն հապշտագ է, Աստծո թակավորությունը պիտի չժառանգեն։ Բայց ովքեր պիտի հապշտակվին։ Ասի կարևոր է, չէ՞, բոլորիս համար, ով պիտի հապշտակվի։
Շատ կարևոր է ասի։ Ես իմանցից հարցնեմ։ Անոնք, որոնք Աստծո զավակ լալու իշխանություն ունին։ Ասի իշխանություն է։ Ամեն մարդը, որ ես Քրիստոսի գհավատամ եմ, չի գրնար, իշխանություն պետք է ունենաս։ Երբ գստանաս այդ իշխանությունը, երբ որ դու գտավանես, որ Տեր Հիսուս Քրիստոս քեզի համար աշխարհ եկավ, քեզի համար խաչվեցավ, քեզի համար զոհվեցավ։ Եվ դու գհրճագես, որ ադիգա իմ Տերս է, ադիգա իմ Փրկիչս է, իմ անունս ով դեր գենաց քրքիտ մեջ կրե, քո անունը պետք է որ գտնվի գենաց քրքին մեջ, որտեվ գսե հայտնության մեջ քիրքեր բացվեցավ, գսե եւ քիք մնալը բացվեցավ, որ գոչվի ինչ գենաց քիրքը։ Եվ անոնք, որոնք հոն չի գտնվեցան, գսե դուրս տրվեցան։ Ուրեմն առաջին ան, որ Քրիստոսը ընդունած է որպես իր դերը եւ Փրկիչ, ասի պիտի հափշտակվի ակնթարթի մեջ, ադի պիտի լսե փողին ցայնը, ան որ իշխանություն ունի Աստծո զավակը ըլլալու։ Երկրորդ, անոնք, որոնք հոգիով գարաչնորդվին, անոնք, որոնք Սուրբ Հոգին ունին։ Այսօր շատեր այո, ես Քրիստոսը ընդունեցի գսե գուլա, բայց ասիկա emotional փրկություն է, ասիկա սկացական փրկություն է։ Մեկ դժվարության արժև գուկա ասեմ փրկությունը եւ ուզածը գնե, ասի փրկություն չեղավ, ասի ժամանակավոր փրկություն։ Հիսուս ասոր համար չեկավ, Հիսուս եկավ որ քու կյանքդ առնե եւ վրան աշխատի, քու վրատ աշխատի, քեզի իր բատկերին նմանցնելու համար։ Երորդ, պիտի հափշտակվին անոնք, որ Աստծո հետ հաշտեն։ Աստծո հետ եւ որ դու հաշտես, երթալեն սրբության կյանքը գաբրիս, քու կյանքիդ մեջ սխալները գնվազին, օրստորե գաշխատիս լավակույն կյանքը ապրիլ, գաշխատիս լավակույն ծառայությունը ներկայացնել Տերոջը։ Սրբության կյանքի մեջ հարաճատեմ ես։ Մենք սրբության կյանքը գաբրիկ, որտեղ Աստծո վախը ունենք մեր սրտին մեջ։ Անորոշ մենք մեզի գճշտենք, գսրբակրենք եւ Աստծո խոսքին գիտակցություն ունենք։ Գսերդենք, ինչու մենք խոսեկած ենք, որովհետեւ Աստծո խոսքը լսենք։ Եթե դու Աստծո խոսքեն հերու ես, դերակ չես։ Ասել է դեկեդես։ Դեմը Աստծո խոսքը Իսրայել ժողովրդին համար գսե իմ ժողովուրդս քերիկացին գսե, բասնզի անոնք դեկեդ էին գսե։ Այնպիսի աստվածներ սկսան բաշտել, որ մորցան ճշմարիտ եւ գենթանի Աստվածը։ Եվ Աստված համբերեց ի վերջո իրենց քերությանն արավ թեպի Փապելոն։ Հիմա եկած ենք վերջին ժամանակին։ Բայց գսպասեն, շատեր գսեն ները պիտի կա, ասինչն է ները, շատեր գսեն Քրիստոսը պիտի կա, բայց ինչ է արգելքը, որ ները մեկ անգամ են կա։ Հիմա շատ ներեր կան, ները կիցակ ինչ է, չէ, հագա Քրիստոսը, անտիքրիստոսը, ինչու չգրնար կան, պետք է որ հայտնվի, որպես իր օրենքները տնե։ Մեկ պատճառավ, անոր համար եկեղեցին հոս է դագավին։ Որովհետև եկեղեցին հոս է, ճշմարտությունն է, որ եկեղեցին կարոզ է։ Բայց երբ որ եկեղեցին հափշտակվի, այն ադենը, որ մեջտեղ պիտի ելլե։ Որպես իրեն ինչ ծանոթացնե ժողովրդին, որպես Փրկիչ։ Ինչու հագա Քրիստոս, կսենք, որտեղ ինքը հագա Քրիստոսը պիտի լա։ Այսինքն իրեն Քրիստոսի Մեսիայի դեղը պիտի տնե։ Հիմա հрьяաները, անոնք որոնք Քրիստոսը չեն ճանաչում, անոնք կսպասեն իրենց Մեսիային։ Բայց Բոս առաքյալ քրություն ունի։ Առաջին ուրեմն երկրորդ Թեսաղոնիկեցիսի մեջ ասի մեջի ցույց կտա որ երբ պիտկա չարը երբ եկեղեցին ելը նայեցեք ինչ կսե չեք հիշեր թե երբ ցերկով էի այս բաները
գսեի ցեզ եւ հիմա դուք ինքներենիդ գիտեք ինչ բան գարկիլ է որբեսի ինք իր ադենին հայտնվի ճարին մասին գխոսի վասնզի անօրենության խորհուրդը արդեն գործե հիմա անօրենության խորհուրդը գործե abomination գարձեմ գսեն անգլերեն բայց ան որ հիմա գարկիլ է որ ճարի մեջտեղ է Բիդի արկիլ է մինչև ինք մեջտեղեն վերնա եկեղեցին երբ որ մեջտեղեն վերնա ու ետքը բիդի հայտնվի այն անօրենը որ դեր Հիսուս իր բերնին շունչով բիդի սպարե ու իր կալուստին հայտնությամբ բիդի գործընծնե այսինքն եկեղեցին այնքան ադեմ որ ճշմարտությունը գկարոզե ները չի գրնար ելնել բայց երբ որ եկեղեցին մեջտեղեն հապշտակվի այն ադեն ները բիդի ելնե մենք հիմա մեզի կսպասվի որ մենք գազմ ու պատրաստ սպասենք արդուն եւ սկաստ ըլլանք մակրվինք աս աշխարհի աղդեղություններեն աս աշխարհի ցանկություններեն եւ սպասենք Հիսուս Քրիստոսը սրբությամբ գիտեք Հիսուս որ մեկ արագը խոսեցավ ժողովրդին 10 գույսերու արագը խոսեցավ անոնք գույս էին հավատացյալ էին այսինքն բայց 5 հատը իրենց լապտերները բահեցին բայց 5 հատը հիմար գոչեց անոնց ինչու որը չգրցան բահել իրենց լապտերները յուղ չմնաց անոնք որոնք սուրբ հոգիով գսպասեն Հիսուսը արդուն եւ սկաստ պիտի ըլլան բայց անոնք որոնք ինչպես որ գսեն Allah Գաբրին ինչպես որ է այո ես բրգված եմ բայց մեղքերու մեջ է սրբակրություն չկա հիմարությամբ Գաբրի կյանքը ադիգա հոսպիտ մնա Հիսուսի խոսքն է ասի միթե շատեր աս աշխարհի չի վերադարձան շատեր հոգիով սկսան բայց մարմնով վերջացան անոր համար մեզի գինա սիրեներ գազմ ու պատրաստ լանք մենք վերջի օրերու մեջ կապրենք մենք վերջին ժամերու մեջ կապրենք եւ ասկե ետքը մեկ խոսք ասեմ որովհետեւ այլևս վերջավորության հասնենք նայեցեք ինչ կսե Աստծո խոսքը վերջավորության մեջ 22-րդ վերջին գիրքը Սուրբ Գրքին վերջինը որ հայտնություն 22 է այսպես կսե այս գրքին մարգարեության խոսքերը մի գնքեր վասնզի ժամանակը մոտ է ան որ անիրավություն գնե թող անիրավություն ընե ան որ աղդոտ է թող աղդոտ մնա այլևս Աստված ըրած է ամեն բան ինքը իջավ ասաշխար եւ իր անձը զոհեց գսե ան որ արդար է թող արդար մնա ան որ սուրբ է թող սուրբ մնա ահա ես շուտով գուկամ եւ իմ վարձքս ինձի հետ է ամեն մեկուն իր գործին համեմատ հադուցանելու ես եմ ալֆան ու օմեգան առաջինը ու վերջինը սկիզբը ու վախճանը սիրելիներ այս չափ Աստծո խոսքը մենք կլսենք Աստված նայեցեք ինչ թյուրին երբով մեզի կխոսի լավ հիմա մենք ինչ ենք Հիսուսը ընդունենք ասենք դեր ես պատրաստ եմ գտնաս տուն ասել որ ես պատրաստ եմ կուկալստյանը ադեն քեզի հետ պիտի լամ գիտեք ինչ պիտի ըլլա հոս մնացողներուն այս երկու խոսքն անասեմ անոնք որոնք հոս պիտի մնան Աստծո խոսքը գսե անոնք պիտի ստանան ներին անտիքրիստոսի կոդը որ 666 ասոն միջոցով պիտի տուն գնաս քննել ձախու առնել բժշկի երթալ ապրիլ եթե ասի չի ստացար քեզի դրամ չգա ոչ ագծքեն որ աշխատիս որովհետև դու մերժեցիր հոսե քու ջագադակիրդ գուզես հավիդենականություն երթալ այն ադեն բիդի ստիպվիս մերժել եթե մերժեցիր գփանդարգվիս եւ բիդի սպաննվիս նույնիսկ քանի որ Աստծո խոսքը գսե գստիբեր որ զինքը բաշտեն գսե սատանը բիդի ստիպե որտեվ ասիկա սատանայի երազն է այն ադենեն եւ որ ինքը հրեշտակաբեդ էր ուզեց որ Աստծո հետ հավասար ըլլա ինչու դեսավ որ Աստծո արչեւ բաշտամունք կա Աստծո արչեւ մեծություն կա
ինքը ուզեց ադորբես ըլլա։ Աստված տվավ իր երազը, բայց Աստված մեջը ընելի գործ ունի մեզի մաղելու համար։ Որովհետև ադիկա ըրավ, պիտի ունենա սատանան այդ օրերը, բայց 3.5 տարի է, վերջին տարիներում մեջ, եւ այդքից վերջը գարտացինք, Հիսուս իր բերնի շունչովը պիտ հալեցնե անոր, եւ անոնք, որոնք իր հետը համապատասխան կյանք կապրին։ Հիմա ավելի թյուրուն չէ միթե Հիսուսը ընդունենք, հիմա ավելի հեշտ չէ, որ Հիսուսին ասենք, որ դեր, ես կընդունիմ քեզի, որպես իմ դերս, իմ փրկիչս, իմ անունս գնաց քրքիդ մեջ արձանագրե։ Ասի չենք կնարսել սիրեներ։ Մեր աղոթքն է, որ այսօր անոնք, որոնք իրենց սրդին մեջ գփապակին Հիսուսը ընդունել, թող Աստծո առջև կան։ Եվ ասեմ, որ դեր ես մեղք գործեցի քո առջևդ, ես մերժեցի քեզի, բայց հիմա ես կընդունիմ քեզի, որպես իմ դերես, ես կհավատամ, որ դու ինձի համար աշխարհ եկար, մահացար եւ երրորդ օրը հարություն արիր։ Եվ պիտի կաս, որպեսզի եկեղեցին հափշտակես։ Ես կընդունիմ քեզի իմ գամքովս, ոչ թե ըստիբողական կերպով, իմ գամքովս կընդունիմ, որ դու դեր ես, դու առաջինն ես, դու վերջինն ես, դու ալֆան ես եւ օմեգան։ Եվ սիրեներ, մեր վիճակը, անոնք, որոնք հափշտակվին, անոնց վիճակը պիտի ըլլա հավիտենական, անոնց վիճակը պիտի ըլլա անմահ կյանքը, առողջ կյանքը, ուրախ կյանքը, այն կյանքը, որ Աստված ինքը պատրաստած է բոլորիս համար։ Թող դերը դա, որ մեր հայ ժողովուրդը Հիսուսի կա, ընդունի, որ Տեր Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ մեզի համար, որպեսզի մեզի հավիտենական թժողքեն ազատե։ Հովանու 3:16-ը այսպես կսե, վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո։ Ամեն։